Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանեողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Ինչպես հայտնի է, մենք ամենից ամենային շրջանակում պարբերաբար անդրադառնում ենք հայտնիների ազգակիցներին, հարազատներին, բարեկամներին եւ դա պատահական չէ, որովհետեւ հանրությանը միշտ հետաքրքիր են այն մարդիկ, ովքեր անմիջական կապ ունեն հայտնիների հետ, ազգակիցներ են, բարեկամներ են, հարազատներ են եւ այլն եւ այլն։ Եվ այդ իմաստով առավել մեծ ուշադրության է միշտ առանձնանում ամենից ամենաաստղային քույր եղբայրների թեման, դե որովհետեւ մարդկանց միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչով են զբաղվում հայտնիների հարազատ քույրերը կամ եղբայրները, որքանով են նրանք նման կամ ճիշտ հակառակը տարբեր։ Եվ այսօր կրկին անդրադառնում ենք ամենից ամենաաստղային քույր եղբայրների թեմային, որովհետև պահը կարծես թե հասունացել է, այնպես որ հետաքրքիր բացահայտումներով ու անկեղծ խոստովանություններով լի եթեր է սպասում մեզ այսօր, մնացեք մեզ հետ։ Ունեմ մեկ եղբայր, որը փոքր է ինձանից 2 տարով, եւ քույր, որը փոքր է ինձանից 9 տարով։ Անկեղծ խոստովանեմ, որ եղբորս հետ ընկեր երբեք չեմ եղել։ Ավելի շատ հանդես եմ եկել ավագ եղբոր կարգավիճակում։ Իսկ քույրիկս մեր տան զարդն էր, որին միշտ փայփայել եւ գուրգուրել եմ։ Վահագն Ղազինյան։ Այդ ավակ լինելը ինձ տենց թևեր էր տալի շատ ժամանակ։ Ճիշտ է, քուրիկից չեմ նեղացել, բայց եղբորս հանդեպ դաժան մեծ աղբոր դեր եմ պահել եմ այդ դիրքը։ Դրա համար ես միջև հիմա զղջում եմ ու հեսա կամերային նայեմ, ասեմ Հայկ ջան, կներես ինձ։ Եղբայրս 26 տարի է Ռուսաստանի Դաշնությունում ապրում, ինքը իր ընտանիքով, հայրս իրանց հետ են ապրում, ես ստեղ Երևանում, քույրս էլ է Երևանում ապրում։ Մենք երեքով նույն դաստիարակություն ենք ստացել, բայց մեր բնավորությունները, այդ խառնվածությունը տարբեր է եղել։ Ես միշտ սպորտ եմ սիրել, իսկ եղբայրս չէ, ինքը հեռու էր սպորտից ընդհանրապես, նաև շատ sense կենտրոնացած է ներկայացումների, թատրոն, ֆիլմ, ճիշտ է, ինքը ֆիլմեր սիրում էր, բայց ներկայացումների չէ։ Մենք ռուսական դպրոց ենք հաճախում, եւ մեր դպրոցը որոշում է, որ աշակերտներին տանի Ստանիսլավսկի անվան թատրոն, ռևիզորը նայելու, ռևիզոր ներկայացումը։ Այդ իմ համար լավ լուր էր, եղբորս հետս այդպես տարա։ Այն ժամանակ ես 10 տարեկան, ինքը 8 տարեկան էր։ Դպրոցով եկանք թատրոն, առաջի ակտից հետո ստացվեց, որ դպրոցը ամբողջ գնաց, չմնացի։ Ես միջև վերջ մնացի, ներկայացումը նայեցի։ Երբ որ դուրս եկանք թատրոնից, ստացվեց, որ մարդ չկա։ Ու ես ախպերս սկսեց լացել։ Մենք կորել էինք։ Նենց է ստացվել, որ ես մի քանի անգամ թաքուն փախել էի տնից, որ տղաներով գային քաղաք, այդ ինչ որ շարժ գիտե, որ ավտոբուսն է գալի եւ գնում։ Այդտենց մենք հասանք տուն։ Դե չեմ ասի, այնտեղ ծնողներից մենք ինչ ստացանք։ Ինքը ավելի շատ մեքենաների հետ կապված, առուտ, վաճառք, մեքենաների հետ, մասերի հետ կապված։ Եթե իմ հետ համեմատեմ, գլուխ չեմ գովում, բայց գիտեն, օրինակ лав մարդ, բարի մարդ, ինքը ինձանից ավելի կրկնակի, լավ ու բարին է, քան թե ես։ Ты самый лучший старший брат, о котором только я мог мечтать. Վահագնն անկեղծ խոստովանում է, որ քույրիկի հետ միշտ կապն ավելի ուժեղ է եղել։ Միգուցե այն պատճառով, որ ինքը փոքրն էր եւ հետն էլ աղջիկ։ Երբ որ քույրս պետքա ծնվեր, մենք այդ ժամանակ Գերմանիայում էինք ապրում, ինքը հենց Գերմանիայում է ծնվել։ Երբ որ մաման իմանում այդ լուրը, որ պետքա երեխա ունենա, ինձ ու եղբորս ասում է, ինչ եք ուզում, քուրիկ թե ապերիկ։ Դե ես մի անգամից ասի քուրիկ, որտեվ արդեն ապերիկ ունենք, երբ որ պապան մեզ տարավ հիվանդանոց, գերմանացիների հետ են այլ երեխեքը ծնվում։ Մեզ պետք չէր ասել, որ նա մեր քույրը։ Բոլորը սպիտակ, քաչալ ու մի հոգի, ծևուկ, մազերը երկար, ասենց պիտուշոկ սարկած, հասկացանք, որ դա մեր քույրիկն է։ Девочка! Да, пошли знакомиться, она такая клевая.
Առաջ օրվանից ես տրամադրված էի, որ այդ երեխուն ես պետքա պահեմ, որտեվ շատ էի սիրում։ Իսկական եղբայրություն էլի, ասենց ամեն ինչից պաշտպանել։ Քույրիկը սովորեց туриզմի ոլորտում, ճիշտ է, հիմա այդ ոլորտում չի աշխատում, բայց այդ գծի վրա է հիմա ինքը աշխատում։ Հիմա քույրս արդեն ամուսնացած, երեխաներ ունի 2, որոնց ես էլ եմ շատ սիրում։ Վայ քերի ջան, վայ քերի ջան, դա լիշ քերի։ Ո՞ւմ է կոկասն որ մեր Արմենի քերին է։ Քերին եկավ մեր բակը, դուլուլու մեր բակը։ Եթե համեմատեմ ինձ ու եղբորս, քույրս ավելի է ակտիվ, քան թե մենք։ Այդ ամենին Վահագն Ղազինյանը հավելեց. Իմ ու քրոջս երեխաները տարիքային տարբերությունը շատ է, եղբորս երեխաները ավելի մեծ են։ Երեխաները իրար հետ ծանոթացել են հենց այդտեղ Հայաստանում, երբ որ մի 4 տարի առաջ եկան Հայաստան չէին եկել եղբորս երեխաները։ Այդտեղ Հայաստանում իրանք նոր ծանոթացան իրանց մյուս քուրիկների հետ, Հայաստան այնքան սիրեցին, որ չէին ուզում գնային։ Հիմա որ ընդեղ են ասում են, բա երբ են գալու։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային քույր եղբայրների թեմային եւ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Մակոլեյ Կալկինին եւ իր եղբայրներին։ Այն, որ Մակոլեյ Կալկինը համաշխարհային կինոինդուստրիայում ընդգրկվեց եւ մեծ հաջողություն ունեցավ դեռևս մանկության տարիներից, գիտեն դեռևս բոլորը։ Բայց շատ քչերին է երևի թե հայտնի, որ դերասանական ուղին բռնեց ոչ միայն Մակոլեյը, այլ նաեւ իր 2 եղբայրները՝ Քիրոնը եւ Ռորի Կալկինները։ Այսպես Քիրոն Կալկինին կարելի է տեսնել Սկոտ Պիլիգրիմը բոլորի դեմ եւ Հարսնացուի հայրը ֆիլմերում։ Իսկ ահա Ռորի Կալկինը բավականաչափ հաջողված դերեր ունեցավ Կոշտ Առվակը եւ Չամս Պիլիգրիմ ֆիլմերում։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Մեր ընտանիքում 4 երեխա ենք։ Ես եւ 3 հրաշք քույրիկներս։ Վրեժ Կիրակոսյան։ Առաջինը մեծ քույրիկս է Նարան է, երկրորդը ես եմ Վրեժը, երրորդը Աննան է։ Ինձանից հետո ունենք եւս փոքրիկ քույրիկ։ Նարան բնույթով խաղաղասեր է շատ, վախկոտ է, բարեկամասեր է, սիրում է շատ ամեն ինչ իր տեղին լինի, որ փոքր էինք դե հիմար բաներ ունեի։ Ինքը վախենում էր, ես վախացնում էի իրան, որ դիսցիպլինավ էր, սիրում էր ժամանակին քնել, ես պետք է հենց անեի, որ ինքը չքներ։ Լուիսը վառեի, չգիտեմ, վերմակեի, չոր մի բան անեի։ Ու գնում էի, հենց որ քնում էր, բացած են անպայման արդեն ասում էի, նար, չէր կարող չպատասխանել, ինքը ազնիվ էր, ասում էր հա, ասում էի քնած ես, ասում էր հա։ Ինքը մանկավարժ մասնակցությամբ, իհարկե ինքը շատ զբաղված է հիմա, մեծ բալիկներ ունի, իրանց մեծացնում։ Բացի մեծ լինել է, նաև տարածքային առումով հերոյ է, այսինքն ամուսնանալուց հետո ընտանեկան հոգսեր եւ այլն։ Անան նման է բնավորությամբ պապայիս, մաթեմատիկա, տնտեսագետ է, իր մոտ ամեն ինչ շատ sense ուրիշ կերպ է։ Ես ընդհանրապես բարդ մարդ եմ, խիստ եմ, պահանջկոտ եմ, չհանդուրժող եմ, մի քիչ շատ ազնիվ եմ։ Փոքր ժամանակ ինչ որ մի բան էի անում, մամային ասում էի, որ Աննան է արել, ու Աննան դրա համար միշտ պատժվում էր։ Тебе чего? Я убью тебя, убью! Что происходит? Она бросила дымовушку мне в комнату. Да это все вранье! О, выходит, по-твоему, я сам бросил дымовушку в свою комнату, чтобы подумали на тебя? Փոքր ժամանակ մի քիչ իր յարդերի հետ շատ էի խաղում։ Հեծանի օրինակ գողանում փախնում էի։ Շորերն էի գողանում, առավոտ ինքը արթնանում էր, տեսնում էր շորերը չկա, ես հագել գնացել եմ ու մեր վերևից մի հատ ուժեղ գոռոց էր գալիս։ Մեզ նմանացնում են իհարկե իրար, նաև արտաքնապես համ իրար հետ շատ ենք առնչություն ունեցել եւ գործնական եւ ընդհանրապես կյանքում նաև միասին ապրել ենք Երևանում եւ այլն, ինչպես նաև ինքը ինձ հետ աշխատում է, աշխատանքային конфликтների մասին էլ չեմ խոսում։ Хватит, все, пожалейте, вы же меня так убьете! Ничего, вас не убьешь! Товарищеский суд, пожалуйста, представитель товарищеского суда! Я вынужден защищаться, берегитесь! Осторожно, вы топчете собственное пальто! Не падайте!
Ցանկացած խնդրի պարագայում, անկախ այն հանգամանքից ես դրանում մեղավորություն ունեմ թե ոչ, գիտես ինչու, կենտրոնանում է ինձ վրա։ Չնայած աշխատակիցները եւս ասում են, որ հավանաբար դա այն փաստից է կախված, որ այսինքն դուք ամենահարազատ մարդն եք եւ երևի թե ավելի ազատ է ձեզ հետ։ Նեղանում եմ, բայց հետո բնականաբար հենց այդ հարաբերության շնորհիվ է, որ արագ է անցնում։ Զիջող չեմ, իր պարագայում զիջում եմ միշտ։ Տեղեր կա ես էլ եմ զիջում, զգում եմ։ Միևնույն ժամանակ ինքը որպես ղեկավար ինձ համար որքան էլ որ խիստ է, միևնույն ժամանակ զիջող է։ Հայրիկից հետո նաև իր տեղում եմ։ Вы слушаетесь меня, а я прислушиваюсь к вам. Идет? Սեյնեն փոքր է, ինչքան էլ մեծացել է երկու բալիկներ ունի, իրենց եւս առիթ ունեցել եք անդրադառնալ, այնուամենայնիվ ինձ համար փոքր է։ Վրեժ օրինակ իրեն շատ հենց պահել է, մեծացրել է։ Ես հիշում եմ, երբ որ ինքը դեռ ուսանող էր, սովորում էր այստեղ, երբ որ papayin կորցրեցինք, այնց ոնց որ հայրու sense դուստր այդ էներգիան լիներ իմ ու իր միջև էլի։ Ճիշտ է, ես իրեն վերաբերվում եմ որպես երեխա, բայց միևնույն ժամանակ ինքը շատ խելացի է, օրինակ իմ քավորքինն է ինքը։ Ունի իր կանոնները ապրելու, որը որ ոչ մեկի կանոնների հետ կապ չունի, բայց զիջող է նաև ինքը տեսակով։ Ինքը բժիշկ է մասնագիտությամբ։ Ինքը շատ խելացի է ու շատ մեծ խորհրդատու է։ Ինչ որ որոշումներ կայացնելու ժամանակ պարտադիր մենք միասին խորհրդակցում ենք։ Օրինակ Սեյնեն կարող է Աննայի եւ իմ միջև կոնֆլիկտ լինի, Քսերինեն միջամտի, Աննային խրախուսի, որ չէ պետքա զիջես, կամ ինձ կարող է զանգարի, ասի չէ, կամ տեսնի, ասի սխալ ես դու եւ այլն։ Սեյնեն sense լսում ենք մենք, ճիշտ ասած նաև էլի։ Բայց դե ինքը մեր փուճուրն է, միևնույն է։ Մեր հարաբերությունները ոնց որ այն բանից մեծ եղբայրը խիստ եւ այլն։ Այդ հարաբերությունների մեջ չենք։ Միևնույն ժամանակ չափից շատ հոգատարություն ու հոգացություն մեկը մեկի հանդեպ։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային քույր եղբայրների թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել Sharon Stone-ին եւ իր քրոջը Kelly Stone-ին։ Այն որ Sharon Stone-ը միշտ հանրությանը ներկայանում է անզուգական շլացուցիչ արտաքինով, գիտեն թերևս բոլորը։ Եվ զարմանալի չէ, որ ինքն իր 67 տարեկանում ավելի երիտասարդ է երևում, քան իր կրտսեր 64-ամյա քույրը Kelly Stone-ը։ Հետաքրքրական է, որ Stone քույրերը հաճախ հայտնվում են միասին կարմիր գորգերում։ Իդեպ ասեմ, որ Kelly Stone-ը հիմնել է Planet Hope կազմակերպությունը, որը անօթևան մարդկանց բաժանում է հագուստ, ինչպես նաև որպես կամեո ներկայացել է մի քանի սերիալներում։ Դեսքես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին ու իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Ունեմ մեկ քույր, որին ասում եմ Արև քույրիկ Անի։ Ինքն իմ ավագն է ու իսկապես անչափ սիրելի, որին ես կարող եմ դիմել ցանկացած պահի եւ լսել իրենից ճիշտ, հավասարակշռված եւ օբյեկտիվ կարծիք ցանկացած հարցի շուրջ։ Արման Ջուլակյան։ Շատ եմ սիրում իրան, որտեվ ոչ թե նա իմ քույրն է, այլ ինքը շատ լավ մարդ է, շատ հասնող մարդ է, ընկերասեր է, ինքը տաղանդավոր է, ինքը խայտառակ խելացի է։ Մեկ որ ես ամաչում եմ իր հետ ինչ որ հարցերի շուրջ մտնում դիսկուսի մեջ, ասում եմ ավելի լավ ասուս մնամ, քան թե փորձեմ ինչ որ ինձ խելացի տեղ դնել։ Շատ կարծացած է այն փոքր ժամանակ ես ճիշտն ասած կարդում էի այն ինչը որ ինձ պետք էր, իսկ ինքը կարդում է այն ինչը որ կա։ Շատ բռնկուն է, բայց հետո մի վայրկյանում էլ կարա հանգստանա, նպատակասլաց է, սովորելա բժշկական ուսումնարանում, բայց սովորելա ծնողներիս ու տատիկիս համար։ Ասեց ուրեմն ես սովորում եմ ձեր համար այս ուսումնարանում, դրանից հետո ես ինքս եմ որոշում ես ուր պետք է ընդունվեմ։ Շատ լավ սովորելուց հետո ինքը գնաց Աճարյանի անվան համալսարանը, ժուրնալիստիկայի ֆակուլտետ ու երկար տարիներ աշխատում էր Մեդիամաքս լրատվականում, որից հետո դուրս եկավ, իսկ հիմա ունի իր առանձին համով ուտելիքի կետը, շատ օգնում ինձ, եթե ինչ-որ մի հարց կա, որտեղ որ ես շատ տենց կարողա չհասկանամ, մի անգամից մի հատ ձայնային եմ թողում, անի մի հատ լեսի, տես ինչ է, ոնց չի, այն ինչ-որ են փորփրելու, գտնելու ինչ-որ մի բան էս կոմիկում, ինքը այդ դրա շատ ուժեղ մասնագետն է, էլի։ Այդ առումով երևի մեծ տղաս է քաշել իրան, շատ հոգատար է իմ տղերքի հանդեպ, շատ է սիրում իր սեփականների նման, ու ինչ անում է, վստահ եմ, որ իրանց համար է անում, քանի
քանի որ չունի սեփականները, ես էլ լիարժեք այդ իրավասությունները թողել եմ իր վրա, որ ինքն էլ իրավունք ունի իրանց դաստիարակելու, ինչ որ բան ասելու։ Արմանն անկեղծ խոստովանում է, որ մանկուց իր քույրիկի հետ վիճաբանություններ գրեթե չի ունեցել։ Իհարկե չհաշված այն դեպքերը, երբ ինքը ցանկանում էր իր ավագ քույրիկի հետ միասին մասնակցել իր ընկերական առիթներին եւ հավաքույթներին։ 3 տարին հիմա այս տարիքում դա առհասարակ չի երևում, դա մի քիչ ավելի դեռահաս տարիքում է, հա, այդ տարբերությունը ակնհայտ լինում, բայց միշտ մենք եղել ենք հավասարը հավասարի հետ։ Միշտ իր հետ կիսվել եմ, մինչև հիմա էլ կիսվում եմ։ Ինքն էլ լինում են պահեր, որ ինքն էլ է շատ կիսվել։ Ես առիթը չեմ տվել, որ ես այն խանդոտ բան տենց եղբայրներից եմ եղել, չէ, չեմ եղել, որտեվ երբ որ ինքը ինչ որ մի հավանող տղա է ունեցել կամ ինչ որ ընկեր է եղել, ինքը այնքան նուրբ է պահել այդ ամեն ինչը, որ ավելնորդ կոնֆլիկտային, ավելնորդ խանդի, չգիտեմ, էմոցիաների տեղատարափները չլինեն, որտեվ ջահել երիտասարդս, դու էլ ոնց թե քույրս բան սենցնես, ինքը այնքան ճիշտ է պահել այդ ամեն ինչը։ Երբևիցե տենց այդ խնդիրները չենք ունեցել մենք։ Էդ էլ է շատ խելացիության նշան։ Չեմ էլ կարողանում հիմա մտաբերեմ, թե մենք ինչի շուրջ էինք վիճում, բայց ես երևի ավելի շատ որ փոքր էի, կարող եմ մի քիչ շատ յազվություններ էի անում, ասենք կարող է իր անկերուհիները գային մեր տուն, ես անպայման ուզենայի իրանց հետ նստել, անպայման ուզենայի իրանց հետ շփվել։ Այդ հողի վրա է եղել կոնֆլիկտներ, էլ Только не бей! Мне больно! Ай! Эй! Стоп! Այդ ամենին Արման Ջուլակյանը հավելեց. Քանի որ մաման էլ է վաղ տարիքից այդ դաստիարակչական process-ի մեջ, որպես մանկավար, հետո որպես ղեկավար, հետո որպես տնօրեն, կարծում եմ ինքը այնպես դաստիարակություն է մեզ տվել, որ այդ կոնֆլիկտային սիտուացիաները զերծ են եղել մեզանից։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենահասթխային քույր եղբայրների թեման եւ այս անգամ կուզեմ իշատակել հայտնի երգչուհի Բիլի Այլիշին եւ իր եղբորը։ Հայտնի փաստ է, որ Բիլի Այլիշը իր 23 տարեկանում շատ արագ տեմպերով մխրճվեց ժամանակակից փոփ ինդուստրիայի մեջ, մեկը մյուսի հետևից նվաճելով ամենահեղինակավոր հիթ շքերթները։ Եվ հետաքրքրականն այն է, որ այդ հարցում իր մեծ ազդեցիկ լուման ունի Բիլի Այլիշի եղբայրը Ֆինեաս Օկոնելան, որը կոմպոզիտոր է, պրոդյուսեր, դերասան, ինչպես նաև գրում է երգեր իր քրոջ համար։ Երգչուհու եղբայրը ներկայանում է Ֆինեաս բեմական անունով, իսկ հանրության լայն զանգվածներին ինքը հայտնի դարձավ երգչախումբ սերիալում մարմնավորած դերով։ Դες կես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Մեր ընտանիքում մենք 4 երեխա ենք, 2 եղբայր եւ 2 քույր։ Ես ամենափոքրն էի։ Մենք բոլորս ստացանք երաժշտական կրթություն, սակայն պրոֆեսիոնալ երաժշտության ուղին բռնեցինք միայն ես եւ ամենամեծ եղբայրս Արտաշես Լեյլոյանը։ Հասմիկ Լեյլոյան։ Մեծ եղբայրս Արտաշես Լեյլոյանը շրջապատում տանը երկրորդ անուն ուներ Աշոտ Լեյլոյան։ Ինքը շարունակեց երաժշտությամբ եւ ես դրա համար մեզ կյանքը կապեց, բացի նրանից որ մենք հարազատ քույր ու եղբայր ենք, հետաքրքրությունները մեր մեկ դարձավ։ Հեռավոր 1965 թվականներ, երբ ես ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Խամանչայի դասարան։ Առաջին մարդը ում հետ ծանոթացել եմ Արտաշես Լեյլոյանն էր։ Մտերմացանք շատ արագ եւ ինքը հենց առաջարկեց առաջին օրը գնալ իրենց տուն։ Ծանոթացան տանիքի հետ։ Եղբայրս նվագում էր քամանչա, երաժշտական ուսումնարանը ավարտեց խորհրդական գործիքով քամանչայով։ Մեր դասատուն Մարտին Խաչատրյանը, քամանչայի դասատուն, մեր մտերմությունը տեսնելով մեզ համար դուետ էր տալիս, որպեսզի երկուսով միասին նվագենք։ Հետո շարունակեց կոնսերվատորիան երգչախմբային դիրիժոր։ Այստեղ աչքի զարնեց Հասմիկի աշխուժ վարքագիծը, դպրոցում սովորում էր 3-րդ թե 4-րդ դասարանում, դեռ չէր նվագում Հասմիկը այդ ժամանակ։
Երբ որ 9-10 տարեկանից գնացի Պիոներ պալատ, ինքն էլ էր մասնակցում այդ նվագախմբում։ Ես փոքր էի, ինքը երիտասարդ։ Նրանից հետո ես ընդունվեցի երաժշտական դպրոց։ Առանձնահատուկ նվիրում էր Աշոտը ցուցաբերում իր քրոջ հանդեպ, զգալով որ շնորհալի է շատ, ինչու ոչ տաղանդավոր, եւ իհարկե արդյունքն էլ սպասեցնել չէր տալիս, սովորելով հետագայում երաժշտական ուսումնարանում Ռոմանոս Մելիքյանի անվան, այնուհետև կոնսերվատորիայում մասնակցում էր տարբեր մրցույթ փառատոների եւ շահում էր մրցանակային տեղեր։ Երբ որ ես մի բան նվագում էի, որը շատ դժվար էր, այսինքն ինքն էր նոտաները տալիս, ասում էր, այս գործը շատ լավ կլինի, մի հատ նայի, նայում էի դժվար է լինում, ասում էի, չէ, չի լինի։ Չի ասում, գիտես, մեր կուրսում աղջիկները, կանոնահարները մեզ լավ են նվագում, բայց դա առաջի անգամ ես էի նվագում իհարկե, բայց նրա համար, որ ինքը ասում էր, մեկը նվագում է, դա, ես արդեն մտածում էի, եթե մեկը նվագում է, իսկ ինչի ես չեմ կարող։ Հասմիկը դարձավ հաստակավոր արտիստուհի, այնուհետև ժողովրդական արտիստուհի, այնուհետև պրոֆեսոր, եւ ես սրտանց ուրախացել եմ նրա բոլոր հաջողություններով։ Ուսումնականների սկզբներին Աշոտը ստեղծեց ազգային նվագարանների մի նվագախումբ, շատ բարձր մակարդակի մի նվագախումբ, որտեղ նվագում էր նաև Հասմիկը։ Դա կապ չուներ, որ ես իր քույրն եմ, կամ ինքը իմ եղբայրն է, գործի մեջ ամեն ինչ պետքա լիներ ոնց որ բոլորը։ Այդ նվագախումբը Աշոտը ղեկավարեց մի քանի տարի, հետագայում նրան հրավիրեցին ժողովրդական եւ գուսանական երգի պետական անսամբլում իբրև գեղարվեստական ղեկավար։ Շրջապատում շատ սիրված էր իր ազնվության համար, բարեխիղճ, հասնող, լավ ընկեր։ Շատ սիրում էին միմյանց, քույր եւ եղբայր, նույնիսկ այն աստիճան, որ նախանձ էր առաջացնում այդ հարաբերությունը։ Իմ ամուսինը ու ինքը շատ մոտ, շատ հարգանքով, շատ լավ էին իրար հանդեպ։ Բայց երբ որ ինքը ամուսնացավ, իր մոտ մի քիչ այդ հարցերը այդքան էլ հաջող չստացվեց, եւ որոշ ժամանակ մենք իրարից կտրվեցինք, բայց դա ժամանակավոր, որովհետեւ միևնույնն է քույր ու եղբայր ես։ Ճիշտ է, վերջին շրջանում շատ հաճախ չէինք հանդիպում, բայց զգում էինք իրար պակաս, ինքը իմ, ես իրեն, եւ առիթներ լինում էր հանդիպումների։ Եղբայրս մի քիչ շուտ հեռացավ կյանքից, բայց կան ժառանգները, հրաշք երեխեք։ Հիմա Հասմիկի հետ մենք միասին աշխատում ենք մանկավարժական համալսարանում, կուլտուրայի ֆակուլտետում, կանոնի դասարանն է ղեկավարում Հասմիկը։ Ամենից ամենան շարունակում էր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային քույր եղբայրների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջև ու մնացեք մեզ հետ։ Մենք երկու քույր ենք, ես եւ իմ ավագ, միակ ու անկրկնելի քույրը, Անի Միրզոյանը, որն ինձ համար բարության, իմաստության, արդարության, գեղեցկության եւ նրբագեղության խորհրդանիշ է։ Տաթևիկ Միրզոյան։ Ինձ անընդհատ նախապատրաստում էին, որ պետք է ծնվի տարոնը։ Ինձանից 5 տարի փոքր ես էլ տենց երազում էի, ու երբ որ ծնվեց Տաթևիկ, այլ ոչ թե տարոնը, ես խորը հիասթափություն էի ապրել։ Երբ Անին 15 տարեկան էր, ես 10, նա արդեն հասուն էր, ես դեռ երեխա։ Հետո երբ արդեն կամաց ես էի հասունանում, Անին մեկնեց Միացյալ Նահանգներ, երբ վերադարձավ 2004-ին, ճիշտ ասած ինձ համար մի քիչ դժվար էր այդ ադապտացիոն շրջանը, իր հետ ես ոնց պիտի սկսեմ նորից շփվել։ Ты уж извини. Нет,
Нет, это ты извини. Давай больше никогда не ссориться. Ես միշտ իմացել եմ, որ այս աշխարհում ամենահարազատ մարդը այդ քույրս է, բայց քանի որ ինքը փոքր նա եղենք ինձանից շատ ավելի ակնկալիքներ ա ունեցել, որոնք ես ցավոք սրտի չեմ գիտակցել, որ ես պիտի դրանք ոնց որ արդարացնեմ։ Առաջնեկս երբ ծնվեց, քույրիկս իր ամբողջ ուսանողական կյանքի ընթացքում հետս հավասար իմ երեխաներին պահել է։ Ու այդ ժամանակ, որpիսի ես իրեն շնորհակալ լինեմ, ես լիքը համով բաներ էի սարքում։ Իր տունը միշտ մաքուր էր, համեղ բաներ էր պատրաստված եւ ինքը շատ գեղեցիկ խնամված էր։ Ես միշտ մտածում եմ, այ որ ես մամա լինեմ, ես շատ եմ уզում իր նման լինել։ Быть матерью — это же как крутить 50 тарелок в воздухе, но для Кейт даже 60 тарелок любых размеров раскрутить вовсе не проблема. Сделать важное отчетное завтра легко. Нужны крылья на костюм феи для дочери, она сошьет их. Вдруг появляются родственники, накроет стол буквально за 1-2 минуты. Это удивительно, говорю вам, она потрясна. Մենք շատ տարբեր բնավորության մարդիկ ենք։ Այն հանգստությունը, կշռադատությունը, որ ինքը ունի, բացի բնությամբ, որ մարդուն տրվում է, նաև իր մասնագիտական ճյուղն է, մանկավարժությունը, որով ինքը զբաղվում է շուրջ 15 տարի։ Տաթևիկը ինձ համար այն եզակի դերասանուհիներից է մեր իրականության մեջ, ով բազմապրոֆիլ դերասանուհի է, շատ խորքային, լավ ներաշխար ունեցող, բայց ցավոք սրտի կարծում եմ մեր իրականության համար ինքը ամբողջովին դեռ բացահայտված չի։ Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, վերջին հույսդ քամին առած տարած լինի, առանց լույսի կգամ։ Ես այս անգամ կգամ մենության մեջ լացող երգիդ վրա։ Քեզ համար։ Ինքը էլ ավել է ապրել, էլ ավել փորձություն ունի, գիտի ավելի ճիշտ իրավիճակը մեղմել, իրավիճակին ճիշտ մոտենալ։ Իհարկե շատ հաճելի է, երբ որ քեզ փոխադարձում են այն ինչ որ դու տալիս ես։ Ես չեմ տալիս ստանալու համար, արդեն հասկացել եմ։ Ես ուղղակի տալիս եմ։ Որ մարդը շատ բարի է, կամեցող, իր շրջապատը երջանկացնող, ուժ տվող, չհանձնվող, պայքարող, ցանկացած իրավիճակում մարդ դուրս գալով։ Սա ես չեմ ասում որպես անի քույր Քավլիցի, ինձ ճանաչողները գիտեն, ես անգամ իմ հարազատներին շատ ուղիղ ասում եմ իրենց դեպքին այն ինչ որ մտածում եմ։ Իսկ ինքը իսկապես բարձր մարդ է։ Կին, մայր, զավակ, քույր։ 1, 2, 3 Да, смотрите. Да, мне нужна помощь. Քույրս ինձ համար կատարյալ մայր է, իր երկու զավակների համար, ոնց է կարողանում համատեղել այդ ամեն ինչը, դժվարանում եմ ասել։ Ինքը իր էությանը միշտ հավատարիմ է, շատ մարդկային, շատ նվիրված, լուսավոր, բարի անսահման, չափից շատ, օրենքով ամեն ինչը սենց պիտի լինի։ Դա ոչինչ է, սա 40-ից հետո։ Մենք իսկապես շատ տարբեր ենք եղել մանուկ հասակից, մինչև երևի մի 10 տարի առաջ, հետո չգիտես ինչպես սկսեցինք նմանվել միմյանց։ Հիմա մենք մի ուղղությամբ ենք նայում, շատ ավելի հաճախ ենք կիսվում, խնայելով իրար, շատ հաճախ ինքը կարող է կանխել այն տհաճ իրավիճակը, որ ես պիտի ապրեմ, եւ ես էլ փորձում եմ, որ անգամ թույլ չտամ տրամադրության անկում հայտնվի իր դաշտում։ Я смогу помочь тебе. Буду помогать некоторое время. Научу тебя полезным трюкам, позволяющим совмещать работу и дом, чтобы ни одна сторона не пострадала. Մի խոսքով ես չեմ դադարում Տաթևիկով ոչ միայն որպես քույր, այլ անհատ եւ կին տեսակով հիանալուց։ Բացի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից նաև աշխատում եմ ամերիկյան կազմակերպությունում, որտեղ որ Անին էլ է աշխատում։ Շատ հաճելի է այդ, որ մենք միասին գոնե թեկուզ մի հատ առավոտ ասում ենք բարև իրար, տեսնում ենք էլի ֆիզիկապես։ Անին ունի 2 դուստր, ես 2 տղա, ինչքան ես շատ կուզեի ես էլ դուստր ունենայի, Անին էլ երևի տղա։ Հիմա ոնց որ արդեն լրացնում եմ մեկը մյուսով։ Իրանք գիտեն, որ այս աշխարհում ամենամտերիմ մարդիկ իրանք են իրար համար։
Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելուց ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Երբ ծնվեց եղբայրս Վովան, ես դեռ շատ փոքր էի եւ կարծում էի, որ ինքը խաղալիք է եւ վերաբերվում էի իրեն որպես խաղալիքի։ Անահիտ Մսերյան։ Տատիկս պատմում է, ասում է այդ խանդը, որ բերեցին իրան հիվանդանոցից, ընդհանրապես չկար։ Ու ես երևի տենց շատ ուշ եմ սկսել հասկանալ, որ ինքը խաղալիք չի, ինքը երեխա է, ու սկսեցի հետո сирել շատ իրան։ Դե ինքը 2 տարի փոքր էր ինձնից, միշտ պաշտպանում էի, թեկուզ դրսում ինչ որ կռիվ էր անում, գնում խառնվում էի։ Ты сама напросилась! И вали отсюда. Майкл Кейн, Бенджамин Брэд. Забудь ты о них. Ты умный, веселый. Հետո մաման օրինակ կարող է ջղայնանար, գնում պաշտպանում էի, ասում էի չասես տենց, ինքը իմն է, բան, սենց շատ էի սիրում։ Ու մինչև հիմա փոքր տարիքում ուղակի պաշտպանում էի, հետո սկսեցինք ընկերություն անել ու մինչ օրս շատ մտերիմ ենք մենք, անցումային տարիքից սկսած սկսեցինք շատ մտերիմ անալ, իրար գաղտնիքները բոլորը գիտեինք, այն որ իմ կյանքում ինչ որ բան լիներ, առաջինը Վովային էի ասում։ Ու գիտեի, որ ես ընկեր ունեմ, եղբորից բացի ընկեր ունեմ, կարելի է վստահել ամեն ինչ։ Միասին էինք միշտ իջնում բակ, տանը միասին էինք խաղում, միասին գնում էինք երաժշտական դպրոց, դպրոց էինք գնում միասին ու այդ մտերմությունը այնքան շատ էր, որ հիմա ես ամուսնացել եմ ու իր պակասը շատ զգում եմ։ Բայց հաճախ խոսում ենք, ինքը գալիս է ինձ հյուր, ես եմ գնում մեր տուն։ Անահիտն անկեղծ խոստովանում է, որ այսօր ինքն ու Վովան ոչ միայն լավ քույր եղբայր են, այլ նաև իսկական ընկերներ, որոնք կիսվում են միմյանց հետ, խորհուրդ հարցնում եւ այլն։ Սակայն փաստ է նաև, որ մանկության տարիներին Անահիտը հաճախ դառնում էր Վովայի եւ իր հորաքրոջ Մարի Մսերյանի եւ Հովանես Բաբախանյանի որդու Գոր Բաբախանյանի մանկական կատակների զոհը։ Հորաքույրս դեռ ընտանիքի հետ չէր մեկնել ԱՄՆ, инքը Վովան եւ հորաքրոջս տղան Գորը միշտ իմ ներվերը ուտում էին։ Сын просто псих. Он заминировал мой фен. Это лишь гипотеза, а доказать-то слабо. Зато врезать не слабо. Мам, дай ей успокоительное. Мам. Նույնիսկ հաց ուտելու ժամանակ, երբ որ ինձ ասում էին մի հատ ջուր կբերես, գնում էի ջուր բերեի, տեսնեի ամբողջ աղամանի աղը լցրել են իմ ուտելիքի մեջ։ Գալիս մազերս էին քաշում, փախնում, շորերիս վրա նկարում էին, բայց դա միայն տան ներսում, որովհետև երբ որ մենք տնից դուրս էինք գալիս, իրենք դառնում էին մեծ եղբայրներ, շատ լուրջ դեմքերով ու միշտ պաշտպանում էին ինձ։ Իսկ ինչպես կարող է Անահիտը բնութագրել իր եղբորը, երիտասարդ, բայց խոստումնալից դերասան Վովա Մսերյանին։ Խայտառակ էմոցիոնալ, դրա հետ մեկտեղ շատ բարի, շատ ուշադիր է, շատ խանդոտ է ինքը, բայց երբեք իմ հանդեպ ինչ որ սխալ քայլ չի արել։ Ինքը միշտ փորձում էր ինձ պաշտպանել, նույնիսկ երբ որ ինչ որ տղա էր հայտնվում, ով ինձ համակրում էր, մեծ տարիքում արդեն, ինքը գալիս էր հետս հանգիստ, խոսում էր, ասում էր նայ, ես չեմ ուզում քեզ նեղացնեն, ես միշտ քո կողքին եմ, ուղղակի դու ինձ ասա, դու ուզում ես այս тղայի հետ շփվես, թե չէ, եթե հանկարծ ես ասեի չէ, այդ տղան ուղղակի էլ իմ շուրջը երբեք չէր հայտնվի։ Мама тут ни при чем. Из всего надо выбирать главное. Что главное? Я больше не буду. Это ближе к истине. Ես միշտ իմացել եմ ցանկացած բան իր կյանքի հետ կապված, միշտ մենք քննարկել ենք, կարծում եմ տենց գաղտնիք չկա, անձնական, որ, չգիտեմ, ինքը ինձ ասած չլինի։ Սկզբում ինքը ուզում էր իրավաբան դառնար, ի տարբերություն ինձ, որովհետև ես դեռ դպրոցից սկսած գիտեի հստակ, որ դերասանուհի եմ դառնալու։ Հետո մի օր արթնացավ ու ասեց, չէ, ես չեմ դառնալու իրավաբան, ես դերասան պետք է дառնամ։ Ու բոլորս շատ զարմացանք, ասեցինք ինչի Վով ջան, ասեց, որովհետև ես պետքա դերասան լինեմ։ Ես կարծում եմ, որ ինքը ճիշտ որոշում կայացրեց։ Забудь на секунду обо всех. Тебе нравится играть на сцене? Даже очень. Встань в строй. Փոքր ժամանակվանից ես զգում էի, որ ինքը արվեստին մոտ մարդ է, որովհետև ինքը առանց նոտաների կարողանում է դաշնամուր նվագել, ֆանտաստիկ լսողություն ունի ու հիմա էլ գիտարա սկսել նվագել ու այդ ինքնուս է իր մոտ եղել։
Շատերը կփաստեն, որ էսթետիկ ոլորտում որևէ միջամտության կամ պրոցեդուրայի դիմելիս եւ մասնագետ ընտրելուց առաջնորդվում են թերևս մասնագետի բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառությամբ, կատարած աշխատանքների եւ հաճախորդների տրված արդյունքների հիման վրա։ Բայց այդ ամենը դառնում է առոչինչ, եթե այդ մասնագետը ունի իր մեջ այն դրական էներգետիկան, այն լույսը, որը իր կատարած աշխատանքը առանց չափազանցնելու բազմապատկում է։ Եվ այդ իմաստով կուզեմ նշել մի անուն՝ Գոհար Զադոյան, մի անձնավորություն, որը բյութի ոլորտում է ավելի քան 19 տարի եւ 16 տարուց ավել, ինչ հիմնել է իր սեփական Gogi Style Image ստուդիան։ Պերմանենտային դիմահարդարում, կոսմետոլոգիա, ապարատային կոսմետոլոգիա, որը իր մեջ ընդգրկում է ոչ միայն երիտասարդացնող, այլ նաեւ նիհարեցնող պրոցեդուրաներ, ինչպես նաեւ սեփական հեղինակային պատենտավորված խնամքի միջոցներ, որոնք հակացություններ չունեն եւ ստեղծված են բացառապես բնական հումքով ու նախատեսված են բոլոր տեսակի մաշկերի համար։ Հենց այս ամենի հետևից Գոհար Զադոյանի մոտ գալիս են իր հաճախորդները աշխարհի ամենատարբեր կետերից։ Եվ եթե լինեմ առավել անկեղծ, ապա կխոստովանեմ, որ Գոգայի հետ մեզ կապում են շատ ու շատ ընդհանուր լավ ընկերներ ու գործընկերներ, որոնք միաձայն փաստում են, որ Գոգան ֆանտաստիկ անձնավորություն է եւ ֆենոմենալ մասնագետ։ Եվ ես այսօր գերագույն հաճույքով Գոհար Զադոյանին հյուրընկալեցի մեզ մոտ տաղավարում։ Բյութի ոլորտում ես արդեն 19 տարի եմ։ Սկսել եմ դիմահարդարումից, հետագայում ուսումնասիրելով կոսմետոլոգիան, պերմանենտ դիմահարդարումը, որը որ առաջ տատուաժ եւ տատու են կոչվում, հետագայում ուսումնասիրելով տարբեր ոլորտներ, որոշեցի հիմնադրել իմ սեփական կենտրոնը, որը որ արդեն աշխատում ենք 15 տարի։ Ես շատ ուրախ եմ, որ Gogi Style գեղեցկության կենտրոնում աշխատում են շատ լավ աշխատակիցներ, մեր բոլոր հաճախորդները դա կփաստեն։ Եկա Gogi Style, մի հատ տեսեք ինձ սիրունայի իմ դիմահարդարումը եւ մազերը ու Գոգին, չգիտեմ, մի այլ սրտանց ձևով աշխատեց ամեն ինչի վրա, շատ շնորհակալ եմ։ Մեր կենտրոնում կատարվում է դիմահարդարում, վարսահարդարում, մատնահարդարում, կատարում ենք տաքմկրատով ճյուղավորվածների հեռացում։ Մեր գեղեցկուին արդեն 7 անգամ հաճախում է մեր կենտրոն, մաքրում է միայն վնասված մազերը, այն աղջիկները, ովքեր ուզում են երկարությունը մնա նույնը, մաքրվի միայն վնասված վառված մազերը, կատարում են այս պրոցեդուրան։ Ունենք նաև ապարատային կոսմետոլոգիա եւ անում ենք նիհարեցման տարբեր պրոցեդուրաներ։ Նիհարեցման պրոցեդուրաներից կարող եմ առանձնացնել կրիոլիպոլիզ, կավիտացիան, RF lifting, լիպոլայզեր եւ պրեսոթերապիան։ Ունենք նաև շատ տարբեր պրոցեդուրաներ, որոնք որ արդեն մասնագետը տեսնելով հաճախորդին ուղղորդում է, որ պրոցեդուրան իրեն ավելի արդյունավետ կլինի։ Մենք աշխատում ենք նաև ցելյուլիտների վրա։ Լսել եք տեղային ճարպայման մասին եւ միանգամից գնացի փորձելու արդյունքը շոկային էր, վերջում կհամոզվեք։ Այն 3 փուլից էր բաղկացած, առաջին փուլը ջերմային միջամտության վակուումն է, որի շնորհիվ տեղի ունենում ճարպի ճեղքում, երկրորդը ճարպի հալեցումն է եւ երրորդ փուլը ճարպը տանում է դեպի հյուսվածքներ, որն էլ մեզի միջոցով դուրս է գալիս օրգանիզմից։ Այնուհետև կատարեցին պրեսոթերապիա եւ մինուս 5 սանտիմետր աստված ինչ էի հավատում։ Պրեսոթերապիան կատարվում է օդի մղոցի միջոցով, միանշանակ շատ լավ միջամտություն է։ Ցուցված է նույնիսկ երկրորդ, երրորդ աստիճան վարիկոզի ժամանակ։ Ցանկացած միջամտություն ունի ցուցումներ եւ հակացություններ։ Կարելի է մոտենալ կենտրոն, ավելի ճիշտ եւ գրագետ խորհուրդ կտա մեր մասնագետը եւ միջամտությունից առաջ միանշանակ լինում է կոնսուլտացիա, որից հետո արդեն կատարվում է միջամտությունը։ Արված է եղել միկրոբլեյդինգ, բայց քանի որ միկրոբլեյդինգ վաղուց ֆայա ու մի քիչ երանգը դե բնականաբար մի քիչ փոխվել է, դրա համար մազիկներով ապարատային, որ արյուն չգա ու ավելի շատ հանգիստ լինի։ Ինչը վերաբերում է ինձ, ես ոլորտում 19 տարի եմ, ով ինձ ճանաչում է, գիտե, որ արդեն 17 տարի եւ ավել ես աշխատում եմ որպես տատուաժի մասնագետ եւ շատերը չգիտեն, որ ես ինքս նաեւ դիմահարդար եմ, կոսմետոլոգ եմ եւ այս պահին անում եմ նաեւ ապարատային կոսմետոլոգիա։
Հոնքերի պերմանենտ դիմահարդարումը կատարում ենք տարբեր տեխնիկաներով, ունենք եւ փոշեդրում, եւ միկրոբլեյդինգ, եւ միքս տարբերակ, անում ենք սուրմա տատուաժ եւ շրթներկի էֆեկտով տատուաժ։ Երբ նայում եք վիդեոները շրթներկի էֆեկտով տատուաժների, այնտեղ դուք տեսնում եք անմիջապես միջամտությունից հետո, քանի որ մեր edge-ը ամբողջովին իրական edge է եւ ես ինքս որպես գեղեցկության ոլորտի մասնագետ չեմ սիրում Photoshop-ով տեղադրել ոչ մի աշխատանք, այդ պատճառով դուք տեսնում եք միայն մուգ երանգները։ Ցանկացած միջամտությունից հետո չի կարող լինել այն երանգը, ինչը որ նախատեսված է ամբողջական վերականգնման անցումից հետո։ Վերջնական արդյունքը երևում է 1 ամիս անց։ Շրթներկի էֆեկտով տատուաժի 2 ամիս անցած տեսեք ինչքան գեղեցիկ մեղմ երանգ է։ Շատ ժամանակ նկարում ենք անմիջապես միջամտությունից հետո եւ մուգ է լինում, այդ իսկ պատճառով ցանկացա մեր հաճախորդին եկել է ուրիշ միջամտության, ուղղակի ցանկացա տեսնեք, որ ինչքան գեղեցիկ եւ բնական երանգներ կան։ Մեզ մոտ պերմանենտ դիմահարդարման պրոցեդուրաները շատ տարբեր են, տևողությունները մաքսիմում 1 ժամ, սուրման կատարվում է 15-ից 20 րոպե, բացարձակ անցավ է, շրթներկի էֆեկտով տատուաժները մաքսիմում 30 րոպե, հոնքերը մաքսիմում 20-ից 30 րոպե, կախված բարդությունից։ Մինչև աշխատելը նկարում ենք, ֆորման համապատասխանում ենք հաճախորդի դեմքին, նոր աշխատում միանշանակ մեծ ամասնություն աշխատանքները, ֆորմաները տալիս եմ ես։ Շատ հաճելի է, որ մարդիկ թեկուզ սիրելով քեզ, անպայման ուզում են քո մոտ սպասարկվեն ու նայեք 4 տարի առաջ հոնքերն էինք արել, սուրմա տատուաժը, դե ընտրում ենք հաճախորդու ցանկությամբ, այնքան շնորհակալ եմ նոր հաճախորդու ունել էլի մյուս որ դու ասեցիր, հենց գոգայի համար էր հենց արժի գալ։ Հոնքերը եւ սուրմա տատուաժները պահպանվում են տարիներով, նույնիսկ առանց կորեկցիայի։ Ես իհարկե միշտ նշում եմ 1 տարի, բայց մենք ունենք շատ դեպքեր, որ հոնքերը գալիս են 4 տարի հետո, սուրմա տատուաժը գալիս են 6 տարի հետո կորեկցիա անելու, առաջի կորեկցիանի դեպ ասեմ։ Շրթներկի էֆեկտովը բնականաբար կարող է 1 ամիս հետո շտկման կարիք լինել, դա արդեն կախված շրթունքի բարդությունից, բարակ է լինում մաշկը, նուրբ է լինում, այդ իսկ պատճառով մենք միշտ նշում ենք, որ 1 ամիս հետո ցանկալի է շրթներկի էֆեկտով տատուաժի կորեկցիան անել։ Շրթունքը չենք կարող նշել, քանի տարի կարող է պահպանվել, քանի որ դա շատ անհատական է։ Տեսեք, սա արդեն 2 տարի անցած է, ինչ գեղեցիկ երանգ է, ուղղակի երանգը փոխելու ենք եւ ասենք, որ 1 անգամ է արվել։ Մենք աշխատում ենք միանշանակ 1 անգամվա ասեղներով, նյութերը միայն բարձրակարգ նյութեր են, եթե մենք նշում ենք, որ մեզ մոտ չի լինում կորեկցիա, ոչ միայն աշխատանքից է, նաև նյութերից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իհարկե իմ հաճախորդներին եւ հետևորդներին, որոնք որ տարբեր երկրներից եւ արտերկրից եւ մարզերից մեր կենտրոն շատ են սպասարկվում, գալիս կոնկրետ որ կատարեն պերմանենտ դիմահարդարումները, ունեցել ենք շատ դեպքեր, որ 2 օրով է եկել մեր հաճախորդուին ու զուտ եկել է, որ սպասարկվի մեր կենտրոնում եւ նորից վերադառնա, եթե չեմ սխալվում, Բելգիայից է մեր աղջիկը։ Իմ հաճախորդուին եկել է Սյունիքից, կատարել ենք կորեկցիա 3 թե 4 տարի առաջ։ Ես այնքան շնորհակալ եմ իմ հաճախորդուհուն, որ ինքը 5 ժամ կարելի ասել եկել է, որ կորեկցիան ենք եւ նորից հետ են գնալու։ Չեք պատկերացնի, սենց ինչ պատասխանատվություն է, ինչ զգացմունք է ինձ մոտ, որ մարդը վստահելով, գիտեք, Եվրոպայից էլ շատ տեղերից գալիս են, բայց 5 ժամ գալ, անել կորեկցիա ու 5 ժամ հետ գնալ, իրականում նաեւ երեխայի հետ, աղջկա հետ, ինչա որ ինձ մոտ կատարել, ես եմ ուզում շատ շնորհակալություն հայտնել ձեզ։ Այս պահին արդեն անում եմ նաև ապարատային երիտասարդացնող միջամտություններ, ապարատային կոսմետոլոգիան, որը որ նախատեսված է 30+ կանանց եւ մեր գեղեցիկ աղջիկների համար։ Մեր կենտրոնում կատարվում է RF lifting, որը որ նախատեսված է ավելի շատ ծակոտկիների նեղացման համար, ընդհանուր մաշկի թարմեցման, որակի լավացման։ Եկել եմ Gog Style-ի մոտ,
պրոցեդուրա անենք, որ ասում նախիչս ծերանում, եկել եմ մի քիչ ջայլանան։ Իրականում նոճա դու միշտ էլ սիրուն ես, բայց հիմա անելու ենք ուլտրաձայնային ձգում, մկանի հյուսվածքների ձգում, պրոցեդուրան ներխուժելով հյուսվածքների ամենակարևոր շերտ, մկանային շերտ, ձգում է եւ արդյունքը երևում է 1-ից 3 ամիսների ընթացքում, անմիջապես պրոցեդուրայից հետո էլ ենք տեսնելու տարբերություն, բայց այո, 1-ից 3 ամիսների ընթացքում վերջնական արդյունք։ Անում ենք հայֆու միջամտությունը, որը որ նախատեսված է դեմքի օվալի շտկման, կրկնակսակի բարձրացում, կոպերի բարձրացում։ Անմիջապես պրոցեդուրայից հետո է, տեսեք ինչքան հարթ մաշկ ունի մեր հաճախորդուհին։ Դա ինչ որ զգացողություն ունես, չէ՞։ Հա, ձգվածություն, հա, Հայֆու միջամտության արդյունքները պահպանվում է 1-ից 3 տարի, կախված մկանի թուլությունից, 1 տարին հստակ մենք երաշխավորում ենք, բայց ունեցել ենք շատ դեպքեր, ապրելով արտերկրում, կատարելով 1 անգամ հայֆու միջամտությունը, 3 տարի անց վերադառնալով նորից մեր կենտրոն, ունեցել ենք այնպիսի տեսք, ինչպիսին ուղարկել ենք 3 տարի առաջ։ Մեր հաճախորդների նկարները ունենք մեզ մոտ եւ 2-3 տարի նայում ենք, ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այն ժամանակ, երբ որ նույնիսկ 3 տարի առաջ էր եկել մեզ մոտ, հիմա ավելի երիտասարդ է երևում, քան առաջ։ Հայֆու պրոցեդուրա եմ կատարելու, արդեն լրացել է իմ պրոցեդուրայից 1 տարին։ Բոլորը գիտեն, որ ես շատ եմ սիրում այս պրոցեդուրան, ներարկումային միջամտություններ արդեն ես ինքս չեմ անում ինձ, քանի որ այս պրոցեդուրայից հետո այնքան հարթ մաշկ եմ ունենում եւ կոպերի բարձրացում է ապահովում եւ դեմքի օվալն է շտկվում, որ նման պրոցեդուրայից հետո ոչ մի նույնիսկ ներարկումային միջամտություններ կարիք չի լինում, ով կատարել է մեզ մոտ կարող է փաստել, նույնիսկ ունենք հաճախորդներ, որ 4-րդ անգամ են կատարում տարին 1 անգամ։ Այստեղ տեսնում եք, թե ինչպես եմ սպասում, որ ցավազրկվի եւ այստեղ արդեն կատարում եմ պրոցեդուրան։ Պրոցեդուրան տևում է 40-ից 50 րոպե, վերջնական արդյունքը երևում է մինչև 3 ամիսների ընթացքում։ Ուզում եմ անդրադառնալ դեմքի մաքրմանը, որը որ կատարվում է միայն մեր կենտրոնում։ Ժամանակին աշխատելով բուսաբուժության կլինիկայում, շատ հավանելով բույսերի հետ աշխատանքը, որոշեցի ստեղծել մի պրոդուկտ, որը նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար։ Որոշեցի այդ պրոդուկտներով անել դեմքի մաքրումներ, որոնք որ միայն մեր կենտրոնում է կատարվում։ Այստեղ կատարվում է դեմքի մաքրում առանց վերքերի, առանց հետքերի, մեր հաճախորդները հարթ մաշկով դուրս են գալիս։ Դեմքի մաքրումը կատարվում է բնական նյութերով, կատարվում է խորը շերտ ազատում, որը որ սեզոնային չի, նախնական մինչև միջամտություն սկսելը, հետո մաքրում ենք այս ամբողջը ճարպ, ուգրիներ եւ ծակոտիների նեղացում ենք ապահովում, տեսեք, մեր հաճախորդուհուն ուղարկելու ենք առանց վերքերի, առանց հետքերի։ Աշխատելով բույսերի հետ որոշեցի ինչու՞ չէ նաև ստեղծեմ իմ պրոդուկտը, որը որ նախատեսված է դեմքի ամենօրյա խնամքի եւ կորյակների համար, ամբողջը բնական հումքով է պատրաստված, չունի հակացություններ, նախատեսված է նույնիսկ ալերգիկ մարդկանց համար։ Ստեղծեցինք մեկ պրոդուկտ, որը որ եւ կարող եք դիմահարդարումը մաքրել եւ վրան անել դիմահարդարում որպես բազա, այն նաեւ խոնավեցնում է, սնուցում է, հարթում է, սպիտակեցնում է, պիգմենտացիայի համար է բավականին լավ արդյունք տալիս եւ չի թողնում յուղային հետքեր։ Ստեղծեցի նաեւ կորյակների համար նախատեսված լասյոն, կարող են օգտագործել նաեւ 12 տարեկանից սկսած աղջիկները եւ պատանիները, չունի հակացություն։ 1-2 օգտագործումից հետո մենք երաշխավորում ենք ակնհայտ տարբերություն։ Աղջիկներ նոր պրոդուկտ եմ հայտնաբերել՝ ի ուրախություն բոլորիս հայկական արտադրության եւ լիցենզավորված խնամքի միջոցներում։ Այս միջոցները պատրաստված են ամբողջովին բնական հումքից, հակաալերգիկ են, չունեն հակացություններ, նախատեսված են ցանկացած տիպի մաշկի համար։ Ես ունեմ ինձ մոտ 2 տարբերակ։ Առաջինը օգտագործվում է որպես ամենօրյա խնամք, դեմքը սնուցելու եւ դիմահարդարումը մաքրելու համար։ Իսկ ահա այս մյուս տարբերակը պայքարում է կորյակների եւ մաշկային այլ խնդիրներից ազատվելու համար։ Երջանիկ մարդը ինձ համարում,
որ տարիներ շարունակ կենտրոն գալիս են տարբեր երկրներից, մեդիա ոլորտից եւ շատ գող, երջանիկ դուրս են գալիս մեր կենտրոնից։ Աղանդավորնա։ Ես Գոգային արդեն ինչքան ժամանակ ճանաչում եմ, ընկերս եմ Գոգայի մոտ սարքել, Անուլը հենց նոր մազեր ուղղացրեց Գոգայի մոտ, մենք իրենց վաղեմի հաճախորդն ենք, միշտ գոհ ենք, բոլորը միշտ խորհուրդ եմ տալիս։ Ու ամենակարևորը, ընդեղ աշխատում են մարդիկ։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ այն, որ հայտնի մարդիկ ունեն քույր կամ եղբայր, նորմալ երևույթ է։ Սակայն մարդկանց միշտ հետաքրքիր է իմանալ, երբ տեղեկանում են, որ այս կամ այն հայտնի մարդն ունի քույր կամ եղբայր, ինչով է այդ աստղային քույր կամ եղբայրը զբաղվում եւ ինչ կյանքով ապրում։ Դա փաստ է։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետև մենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։